Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն վստահ եմ գիտեք եւ անհամբեր սպասում եք այս հատվածում մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Այսօր խոսելու բավական նյութ կա, բայց ուզում եմ սկսենք Ալեն Սիմոնյանի հայտարարություններից, մանավանդ Ռուսաստանի հետ կապված, Քոչարյանի հետ կապված մի քանի որից կտրուկ արտահայտություններ էր արել։ Այդ Ռուսաստանի մասին, որ ասած չնայած ամենաբարձր մակարդակով Ռուսաստանը մեզ նեղացնում է, այսպես ասենք, բայց մենք էլի ընդունելու ենք։ Եվ գիտեք ինչ, հետարքի Լավրովն է գալիս եւ ազգային ժողովի նախագահն է գալիս։ Դա բավական լուրջ բան է, երևի ինչ-որ միսիա ունեն, ես ընդհանրում եմ Արմեն, որ տենց երկուսով գալիս են, պիտի որ լուրջ ինչ-որ ասելիք ունենան։ Շատ հիմա օրինակ ձեր հարցի մեջ երևի մի 5-6 ուղղություն կա, որ կարելի է խոսալ, պետքա երևի ամենաթարմը վերցնենք, որտեղ հիմա մենք նկատում ենք Ռուսաստանը, գիտեք երևի Կիրիենկոին Վեդեմստին հոդված տվեց, հատուկ այսպես արտահոսք էր, որ Հայաստանի կուրատորանոր նշանակվել Կիրիենկոն։ Ակնհայտորեն տեսնում ենք քաղաքականության ակտիվացում Հայաստանի ուղղությամբ։ Որոշեցին վերջապես զբաղվել Հայաստանով, լուրջ զբաղվել ըստ երևույթին։ Ասեմ, սա կապված է Թրամփի հետ, մենք խոսենք երևի թե հասցնենք, բայց հաստատ է շաբաթ կխոսենք էլի ոնց էլ չլինի Թրամփի մասին։ Դեռ երկու շաբթի է, 4 օր ունենք։ Այո։ Այստեղ կա նյուանս։ Ես միշտ այն ռուսամոլիկներին, որոնք շատ ոգևորված էին, միշտ դե Թրամփի հետ կապված ասում եմ շատ մի ոգևորվեք, դե մտածում են հեսա Թրամփը եկել է հեսա, Պուտինին հետ աբերելու բանի, վայ։ Եվ միշտ բացատրում էի, որ այս խաղը շատ ավելի բարդ խաղ է, պրիմիտիվ խաղ չի։ Եվ իրականում, երբ որ Թրամփը ասում է ես կլքեմ բանակցությունները, թարապես էլ մեդիատորի դեր չեմ տանի, այսինքն միջնորդի դեր չեմ տանի, դա Ուկրաինային չի սպառնում։ Եվ մինչև այս հազվագյուտ մետաղների կնքման պայմանագիրը ես զգուշացնում եմ, որ դա Ուկրաինային չի վերաբերում, որովհետև պետք է քանի անգամ Ռուսաստանի տնտեսական վիճակը նայեք։ Սա սպառնում է Պուտինին, որովհետև այն ինչ որ Թրամփը կազմակերպեց, գլխավոր թիրախը Չինաստանն է։ Մենք հասկանում ենք, չէ՞, ամբողջ պայքարի, ամբողջ տարիֆային եւ այլն։ Այն ինչ որ կազմակերպեց Թրամփը, այս աժիոտաժը, դրա նպատակը չէր Ուկրաինան հանձնել, ինչպես շատերը ոգևորվել էին եւ այլն, ոչ, բացարձակ։ Հիմա մենք տեսնում ենք զուգահեռ հետաքրքիր process։ Այսինքն սա այդ ինչ որ կազմակերպեց իդեալական հնարավորություն էր Պուտինի համար բռնելու Թրամփի, այդպես լավ փոչի չասենք այդ բանը շորթը խոսքը, ձեռքը օրինակի համար, հա, մեկնած ձեռքը։ Որովհետև սա Ռուսաստանի դեմքը փրկելու իդեալական հնարավորություն ստեղծեց Թրամփը, նախընտրական արշավից սկսած, որովհետև հիշում եք մի բան ասեց Վլադիմիր, դու պարտվել ես, արի, ընդունի պարտությունդ։ Դու նկատի ունես ստորագրելուց հետո պայմանագիրը, չէ՞ կփրկեր դեմքը, եթե խաղաղության պայմանագիր։ Բայց հələ տեսեք ինչ մթնոլորտ ստեղծեց Պուտինի համար, Թրամփը, եկեք հələ անկեղծ խոստովանենք։ Այսինքն իդեալական վիճակ, որ Պուտինը առանց այսպես մինիմալ դեմքի կորուստով այսքանից հետո կարողանար դուրս գալ այդ իրավիճակից, հա, եւ չդուրս եկավ, բայց հիմա մենք տեսնում ենք ինչա տեղի ունենում, քանի որ ռուսները հասկանում են, որ պատերազմը շարունակվելու դեպքում, իսկ դուք գիտեք, բազմաթիվ տվյալներ կա, որ 26 թվականից հետո արդեն իրենց FNB-ը կոչվում, Ֆոնդ Նացիոնալного Благосостояния, երևի ազգային բարեկեցության ֆոնդ, այսպես թարգմանենք, հա, ուղիղ հայերեն, դա արդեն միակ ռեսուրսներ մնացել, որտեղով իրանք կարողանում են իրենց բյուջեի դեֆիցիտը փակեին։ Այս տարվա բյուջեի դեֆիցիտը արդեն հաշվարկել են մասնագետները, ավելի շատ է, քան իրենց FNB-ում, այսինքն այդ ֆոնդում մնացած գումարը, լիկվիդային մասը, այնտեղ կա ոսկով, կա, չգիտեմ, արտարժույթով, որը չեն կարող օգտագործել եւ այլն, բայց կոնկրետ այն լիկվիդային մասը, որ իրենք կարողանում են օգտագործել, այսինքն կարող են ծախսել։ Այսինքն պատերազմը տնտեսապես քայքայում է Ռուսաստանը։ Այո, եւ հիմա իրենք հասկանում են, որ Հայաստանը, քանի որ իրենց համար կարեւոր է եւ իրենք եթե Հայաստանը կորցնեն, Կովկասում միակը, որ այսօր դուք գիտեք ի՞նչ է ցավալի։ Ռուսաստանը այսօր չկա, գոյություն չունի արդեն Կովկասում։ Իրականում գոյություն չունի։ Միակ պետությունը, որը զորով բռնած այդ յատամայա հապկով պահում է Ռուսաստանը, դա Հայաստանն է ըստեյության, որտեղ եթե չլինի Հայաստանում, Ռուսաստան չի լինի։ Եվ ինչ են արել կներեք, հետարքի տակտիկա են մշակել։ Խայտի տակտիկան, ասենք, հեն հավի կերակուր են նետում, ասենք, կոտ են տալիս։ Այո։ Ինչ են ասում են մենք անպայման
ձեզ կպաշտպանենք, եթե Ադրբեջանը հարձակվի։ Տարբեր մարդկանց միջոցով ակտիվացնելով իրենց ազդեցության գործակալներին, ուղիղ գործակալներին, ուղղակի սիմպաթիզանտներ կա, չէ՞, տենց բառ կա, ասենք որ սիմպաթիա ունեցողներին Ռուսաստանի հանդեպ, ռուսամոլիկներին, ռուսամերիկներին, ռուսաթաղիկներին, տենց տարբեր երևույթներ ակտիվացել են սարսափելի։ Եվ ի՞նչ է հիմնական ուղերձը։ Մենք Արցախը կարող ենք վերադարձնել, եթե ռուսների պոչը բռնենք, կոպիտ ասած ռուսների հետ մնանք, սուտ, դա սուտ է, որտեղ վերադարձ։ Այդ հին երգը շատ ենք լսել արդեն Արմեն։ Չէ, բայց մենք լսել ենք, հասկանում ենք, բայց հավատացեք, օրինակ ես Հայաստանից եմ գալիս, ես վերջերս իմ լայվում էլ անդրադարձա, արցախցիների օրինակ մեծ մասը չի մեղադրում Պուտինին այն ամեն ինչը, այսինքն կներեք ճշգրիտ արտահայտվեմ, այն տասնյակից ավելի արցախցիների հետ շփվեցի, իմ շփված արցախցիների մեծ մասը չի մեղադրում Պուտինին կատարվածի մեջ։ Եվ դա մենակ արցախցիներին չի վերաբերում, Հայաստանի օֆիցիալ հարցումներով 30%-ը շարունակում է մնալ ռուսամերիկ, ռուսասերիկ, չգիտեմ, եւ այլն։ Եվ սա պրոբլեմ է։ Եվ հիմա իրենք հասկանում են, որ այն տակտիկան Հայաստանին ստիպելու, պարտադրելու, եղանակով ստանալու միջանցքը չանցավ։ Հիմա անցել են կարծես, ուրեմն խայծերով, հա, եւ վախերով, որ եթե դուք հիմա գնաք, օրինակ իրենք էլ չէ, նարատիվը տալիս են, հա, եթե հիմա ԵԱՏՄ-ից դուրս կգաք, դուք կորել եք, հա, եւ այս ամեն ինչը տարվում է առաջ։ Ասենք գրեթե ասում են, որ Ղարաբաղը կվերադարձնենք, եթե ասենք։ Այո, վերջերս տեսեք հատուկ հանրային հեռուստաընկերության բերեցին մեկին, մի հատ Տիմոֆեև կոչված մի հատ անիմաստ երևույթի Կրեմլի պատվերով եկած, հենց ինչ որ մի անիմաստ երևույթ ոտադրում Հայաստան կանչում են հմեք։ Եվ ինչ ասեց, որ Ադրբեջանը հարձակվի, Ռուսաստանը հապկի, հետո Ադրբեջան բարից բախեցավ մի քիչ, ասեց, եթե ով էր որ հարձակվի Հայաստանի վրա, հապկի շրջանակում Ռուսաստանը իր պարտավորությունները կկատարի։ Ինչպես անցյալ անգամ կատարել։ Երբ որ հարցնում են իրան կոնկրետ ասում են, բա տղա ջան, բա ջերմուկում է, օրինակ հարց տա, դե այդպես չձևակերպեց իհարկե հարցը, որտեվ երևի տենց խնդիր կար տենց ձևակերպելու, տենց ասին, բայց կրակել է, չէ, բայց դիմել ենք, չէ, ձեզ դե բան տենց եւ այլն։ Գիտեք ինչ պարզվեց։ Ասեց ես Կովկասի մասնագետ չեմ։ Այդ պահին արդեն Կովկասի մասնագետ չի։ Հենց արդեն չեն կարող պատասխանել Կովկասի։ Դրանից հետո ու իմ մոտ է հարց ցակում։ Բա եթե Կովկասի մասնագետ չի, ուր եք այդ անմեղ սունակին բերել հմեք, եթեր տալի։ Ով Ռուսաստանից ոտը դնում է Հայաստան, բերում են հմեք, ասենք, եթեր են տալիս, որ նարատիվները տարածեն, այդ ռուսական ռոպագանդան ըստ էության տարածեն, հասկանում եք։ Եվ ցավոք սրտի տեսեք, այսօր Ալեն Սիմոնյանը արտահայտվեց ռուսական նարատիվների մասը կիբեր պատերազմը, չէ, ոնց ասեց Հայաստանի դեմ մղվող այդպես կիբերհարձակումներ կամ կներեք, չեմ հիշում։ Այո, այն իմաստով ասեց, որ ռուսական մամուլը, ուրեմն Հայաստանում ուզում է իշխանություն փոխի։ Այո, եւ դա նոր չի սա։ Բա այդ դեպքում հարց եմ տալիս, լավ, շատ լավ։ Ես ընդունում եմ, ճիշտ ասում Ալեն Սիմոնյանը, ենթադրենք, ես համաձայն եմ։ Բա այսքան տարի ասում եք, փակեք ռուսական մամուլը Հայաստանում, որպեսզի Հայաստանում այդ ազդեցությունը չունենան, ումից եք բողոքում, ում ես կանգնում դու բողոքում Ալեն Սիմոնյան, ասում ենք այդ ռուսական մամուլը, որ դու բացել ես, օրինակ ձեր դեմ է աշխատում։ Ընդ որում ինքը հենց այսօր հայտարարություն արեց, գիտեք, չէ, պայմանագիր ունենք մենք Հայաստանը, այսինքն Հայաստանը պայմանագիր ունի Ռուսաստանի հետ, այն ինչ որ ինչու մեղադրեց Ռուսաստանի մամուլին Ալեն Սիմոնյանը, ըստ էության դա հիմք է արդեն, որ այդ պայմանագիրը չի գործում եւ կարան փակեն բոլոր հեռուստաալիքները մուլտիպլեքսում գործող, բայց կշարունակենք երկրորդ մասը։ Լավ։ Հիմա մեզ մոտ գովազդ վերադառնանք կշարունակենք զրույցը Արմեն Չիբխչյանին։ Հայոց մշակույթի, հայկական ոգու, հայկական բարի 30 տարվա ջահակիժները։ Գևորգյան բարի ակադեմիան տոնում է հիմնադրման հոբելյանական 30-րդ տարեդարձը։ Բաց չթողնեք բարձրաշխարհիկ այս տոնակատարության մասնակցությունը։ Մայիսի 25-ին երեկոյան ժամը 6-ին լեգենդար Դոլբի համերգասրահում։ Գևորգյան բարի ակադեմիա, հիմնադիրներ ու գեղարվեստական ղեկավարներ Վարդան եւ Սիրանուշ Գևորգյաններ։ Գլխավոր պարուսույց եւ գլխավոր բեմադրիչ Սոնա Գևորգյան։ Պարուսույց Ալեքս Գևորգյան։ Գևորգյան բարի ակադեմիա 30 տարվա հաղթական ուղի, որն այլևս փառահեղ պատմություն է։ Տոմսերը ձեռք բերեք Ticketmaster կայքից։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբխչյանի հետ։ Արմեն, ուզում եմ վերադառնալ Ալեն Սիմոնյանի խոսքին այն մասին, որ չնայած Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով մեզ նեղացնում են, այսպես ասենք, բայց մենք ընդունում ենք այդ երկու պաշտոնյաներին։ Այդ դեպքում ինչու ես ընդունում, չէ՞ Արմեն։ Ուզում ասել չենք կարող չընդունել, էսա նշանակում։ Դե տեսականորեն տրամաբանորեն կարող են չընդունել, որովհետեւ այդ այցերը համաձայնեցվում են, այսինքն համաձայնեցվում են նախարարությունը, նոր հայտարարվում է։
Բնականաբար ինչ որ առումով այստեղ պետք է հասկանալ, որ լավ, եթե Մատվիենկոն գալիս է, ուրեմն իմաստը Լավրովին ընդունելու, եթե Լավրովը գալի, այսինքն միանք այս իրավիճակում, հատկապես այս մայիսի 9-ի աժիոտաժի պարագայում, հատկապես հիմա, երբ որ Թրամփը կարծես թե արդեն տեսանք Ուկրաինայի հետ կնքեց հազվագյուտ մետաղների պայմանագիրը, որտեղ Ուկրաինան բարեբախտաբար կարողացավ համպահել իր իշխանությունը, որտեղ սկզբից ինչեր էին խոսում, որ ամեն ինչը հետո կարծես հակառակ պատկեր է ստացվում, այո, պահպանեց իր ինքնիշխանությունը, հետո Թրամփը ասում են փորձում է տեխնիկական ինչ-որ պայմանագրերով մի փոքր հետ բերի, այսպես ինչ-որ մի բան ստանա, բայց Ուկրաինան կարծես թե ոչ հաստատված տեղեկությունով դե խոսակցությունների մակարդակով է 3 հատ, այսպես ասում տեխնիկական լրացում է ուզում դնի այդ պայմանագրի մեջ, մեկը ստորագրել են, մնացածը մերժել է Ուկրաինան ստորագրի, այսինքն դա բայց լավություն ներկայացրեց Թրամփին, որ քո 100 օրվա համար մի բան տվեցին, որտեղ պատկերացրեք Թրամփը բան չուներ ներկայացնելու 100 օրվա հետ կապված եւ ուկրաինացիները ուղղակի այսպես ընդառաջեցին եւ տվեցին, բայց զուգահեռաբար այս պահեցին ամբողջ ընդերքը իրենց, այսինքն պետականորեն դա համարվում է իրենցը եւ ցանկացած պահի իրենք կարող են ընդհանրապես այդ բան անել, հեռացնել, այսինքն եթե պայմանագրի խախտում եղավ, էլի, մի խոսքով այս իրավիճակում տեսեք, ընդունել չընդունելու հարցը դա չի հարցն է, որ մենք տեսնում ենք հիմա Ռուսաստանի կողմից ակնհայտորեն տեսեք ադրբեջանցիների հետ ինչ որ դեմոնստրատիվ բան են սարքել։ Ինչ որ այն մեկը կամ մի պատգամավորը մեղադրում է ինչ որ կիբերհարձակման համար, ինչա իրենք Մոսկվայի տունն են փակել, մյուսին ձերբակալում են Ռուսաստանում իբր համ հրավիրել են, համ ձերբակալում են իբր Վալույևին, իրենց այդ կար չէ, բան վրացքամարտիկ, որը պատգամավորը դարեն եզակի տեսքով սենց, եզակի խելացի տեսքով պատգամավոր ունեցես, իբր Վալույևին վիրավորելու համար, իբր նստացրեցին, հետ ուղարկեցին եւ այլն, ես վստահ եմ, որ սա էլ է թոս փչոցի, որտեղ Ադրբեջանը ինչ անում էր, Ուկրաինային օգնություններ ուղարկում, ինչ անում էր, ցեն չէին հանում։ Բայց հիմա չգիտես ինչու, այս ամեն ինչ իրար հետ համընկավ։ Դուք տեսեք բոլոր մի հատ ուշադրություն դարձրեք ոնց են ակտիվացել բոլոր իրանցից սնվողները Հայաստանում։ Սնվողները ուղակի այսպես ազդեցության տակ արշավ սկսելու տպավորությունն է միանշանակ ու սա հենց Կիրիենկոյի հետ կապված էր ամբողջ այդ ազդանշանը տրվեց ու հետո գնաց, հա։ Բայց մյուս հարցը, որ ինձ զարմացնում է, այսինքն տեսեք, ով Ռուսաստանից, սա հարց է ուղղակի ուզում տամ, ով Ռուսաստանից մտնում է Հայաստան, գնում է հանրայինի ամենաբարձր եթերը ստանում է, ամենագլխավոր քաղաքական եթերը ստանում է, ու նայում ես ինքը ոչնչություն է մի հատ, որ չգիտեմ, դե Պուտինի շոֆերը իրան բուտկա չի տա, էլի, որտեղ ինքը ասենք կքնի ենթադրենք, բայց ինքը գալիս է ու մտնում է եթեր ու տարածում են կեղտոտ նարատիվները եւ փոխարեն տեսնում ենք ոչ մի ուկրաինացի։ Հիմա այս պարագայում բողոքելով ռուսական լրատվամիջոցներից ես հարց եմ ուզում տամ, արդյոք սրանով իշխանությունները չեն տարածում ռուսական նարատիվները, ռուսական ապակարողջությունը, որտեղ իրականում ես ձեզ ասեմ, Հայաստանում ես մարդկանց հետ շփվում եմ, այո, որոնք որ մեր հետևորդներն են, վստահ են, գիտեն, բացատրել ենք տարիներ շարունակ, բայց կան մարդիկ, որոնք օրինակ համ ինձ են լսում, համ մյուսին եմ լսում, համ երրորդին են լսում, համ չորրորդին լսում, 10 մարդ, 15 մարդ են լսում, եւ իրենք չեն կողմնորոշվել, օրինակ, Ռուսաստանն արդյոք մինչեւ հիմա, ես ես վստահեցնում, սա ցավալի բան եմ ես ձեզ ասում, մինչեւ հիմա կան այնպիսի մարդիկ, դե հիմա ամեն մարդ չի ունակ վերլուծելու կամ տրամաբանելու։ Բայց զարմանալի չի, եթե հաշվի առնենք, թե ինչ դոզայով ռուսական պրոպագանդա Հայաստանում գնում, հեռուստաալիքները, բաները, համացանցի բաները, այսինքն իրոք մարդ կարող է։ Եվ սա տարիներով շարունակ, էլ չգիտեն որն է ճիշտ, որն է։ Այո, եւ այն որ բացա այդ ասում ես ոնց, ըստեղ ախր մեկին գումարած մեկը ինքը այնպես կալոր հայացքով է քեզ նայում։ Հետո դու մտածում ես սախր սա ամբողջ օրը միացնում է այն ունիտազը, կներեք, հեռուստացույցը ռուսական, որից է ցաղ գալի լցվում, այսինքն հեռուստացույցը ռուսական։ Այստեղ ուրիշ հարց էլ կա, ճապոնական կամ չինական։ Տեխնիկապես բանով ռուսական հաղորդումները ավելի բարձրորակ են, քան հայաստանյան։ Էս էլ կա, մարդիկ շատ կան, որ այդ բանի որակի համար են ուզում նայել, որտեղ իրոք այնտեղ մասնագետները ավելի անգլերեն չգիտեմ, որ էլ ավելի որակյալ են, կամ ֆրանսերեն չգիտեմ, որ էլ ավելի որակյալ են։ Հայերենից ավելի բարձրորակ են։ Եվ մի հետարքիր հարց էլ ուղղակի տեսեք, ես այս հարցը անընդհատ տալու եմ։
Վերջերս ուրեմն այդ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ ուրեմն որ այդ մարմինը, որը վերահսկում է եթերի այսպես բովանդակությունը եւ այլն, հայտարարեց, որ ֆրանսիական երկու հեռուստաալիք ուզեցել են մուլտիպլեքս մտնել հայկական, իրենք մերժել են եւ ճիշտ են արել, որ մերժել են։ Պատճառը, որ պետական մուլտիպլեքսում պետքա չլինի, այդ հանրային մուլտիպլեքսում չպետքա լինեն այլ երկրների ալիքներ։ Բացի Ռուսաստանից։ Բացի Ռուսաստանից, այո։ Ինձ թվում է շատ գերազանց եզրափակեցիք, ասենք ամբողջությամբ այս միտքը տվեցիք։ Ես ուզում եի շարունակել, բայց դուք այնպես ասեցիք, որ այո, բացի Ռուսաստանից այսպես։ Այսքան երևի այսօր մեր ժամանակը սպառվեց, այո, մենք շնորհակալություն Արմեն։ Այսքան այսօր համար սիրելիներ, հանդիպենք վաղը, մինչ տեսություն։ Հաջողություն։